Երբ որ մենք տարիներ շարունակ ասում էինք, որ մենք չենք պատրաստվում անել վենդետաներ, չենք պատրաստվում այսպես կացիններով գնալ ու պետությունից թալանածների տներից դուրս բերել նրանց ունեցվածք ու տանել լցնել պետական բյուջե, դրա փոխարեն ստեղծում ենք ինստիտուտներ, հիմա վերջապես այդ ինստիտուտը սկսել է գործել։ Հիմա հակակոռուպցիոն դատարանը օրեկան կամ առնվազն շաբաթական 1, 2, 3 վճիռ է հրապարակում ապօրինի գույքի հետ վերադարձի հետ կապված։ Ու վարչապետն էլ այդ գույքերը պարբերաբար հրապարակում է հենց իր էջում, հատիկ առ հատիկ այդ հեշթեգը, ես ձեզ վստահեցնում եմ, ամեն մի այդ հեշթեգով գրառում վարչապետի մի որոշ տենց կոռուպցիոներների, ապօրինի հարստացածների համար մի ամբողջ անձնական ողբերգություն է։ Խոսում են, շատ են քննադատում, ասում են, դե այդ ինչ գույքեր է, իբր փորձելով կենտրոնանալ փոքրների վրա, օրինակ մի օր լինում է պետությանն է վերադարձում միլիարդավոր դրամների արժողությամբ, օրինակ Սևանի այդ ռադիոցանցը, հայտնի այդ ընկերությունը Միշիկի հետ փոխկապակցված, հաջորդ օրը լինում է, որ պետությանն է վերադարձում ինչ-որ 5 միլիոն դրամանոց մի մեքենա։ Այստեղ խնդիրն է, որ ամեն ինչը վերադարձվում է։ Անձամբ տեխնացուներից Վարդանիկը, Գյումրու նախկին քաղաքապետ, իր բերանով ասում է հետևյալը. ես իմ համար տանը նստած էի, ոչ մի բանի մեջ չէի մտնում, որոշեցի գաք իմ ունեցվածքի հետևից, ես էլ մտա քաղաքականություն։ Այսինքն պատճառը հետևանքային կապն է նա, որ ինստիտուտը կայացել է այնքան, որ գնում է բոլորի հետևից, բոլոր ապօրինի գույքերը հենց հիմա սպասում են իրենց վճիռներին կամ շուտով արդեն կսպասեն իրենց վճիռներին, ու այս մարդիկ չգիտեն ինչ անեն։ Ամեն օրյա ռեժիմով այդ վճիռները հրապարակվում են։ Օրինակ 2 տարի առաջ մենք ասում ենք շուտով կլինի, հիմա ասում ենք վաղը կլինի, թե մյուս օրը կլինի, թե այն մյուս օրը կլինի։ Սա է հարցը։ Ու Գյումրիում ներկայացված տեխնացուների գերակշիռ մեծամասնությունը ընդդիմության բացարձակապես հենց սրա մասին է։ Մեկը Սերժ Սարգսյանի տեխնացուն է, իր խմբակցության падգամավորը, մեկը Սերժ Սարգսյանի տեխնացուն է, միջնորդավորված իր Փեսա Միշիկով, Ռուբեն Մխիթարյանի մասին է խոսքում, էլի աջակցում է Հանրապետական կուսակցությունը Միշիկի հետ մեդիակայսրության։ Դե ասել է մի բան է, բայց ուղիղ փաստերը, երբ որ երևում է, որ Հանրապետական կուսակցության երիթևի նախագահ, փոխնախագահ նրա հանդիպումներն են կազմակերպում, դա լրիվ ուրիշ բան է։ Չի կարելի մարդկանց ապուշի տեղ դնել։ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցում, ում տանզանիական բուկմեկերական կազմակերպությունները Հյուսիսային Պողոտայում կամ այլ տեղերում իր գույքը եւս սպասում է այս վճիռներին այսօր եկուց կամ 1 ամսվա 2 ամսվա մեջ։ Ռոբերտ Քոչարյանն է միջնորդավորված մասնակցում ինչ-որ Պեպսի, կոլա, չգիտեմ ինչ-որ այդպիսի մականունով մեկի միջոցով, Վարդանիկի միջոցով, ով օրը 5 անգամ ասում է Ռոբերտ Քոչարյանի Ռոբիկի բանի տակով, թրի տակով, Վարդանիկն ու Ռոբիկը այս համադրությամբ։ Այսպես են մասնակցում ընտրություններին, հենց այդ ապօրինի գույքի պաշտպանությունը, իրանք այդ փորձում են դրսևորել ընտրապայքարի մեջ մտնելով։ Միշիկը Սևանի ռադիոցանցը միջնորդավորված ուներ, թե չուներ 1 միլիարդ դրամից ավել արժողությամբ, որ հետ վերադարձվեց պետությանը ընդամենը 1 շաբաթ թե 2 շաբաթ առաջ, ուներ թե չուներ։ Հիմա Ռոբիկը ուներ այն գույքերը, որոնք իրեն վերագրվում են։ Տանզանիայում բուկմեկերական ընկերություն, Հայաստանում չգիտեմ ինչ կազմակերպություններ, այս մեկեն, ունեն թե չունեն։ Այդ գույքերի ցուցակը, որ տպած բերեի, երևի այդ ծանրությունից մի քիչ ուսի ցավ կարող է ունենայի։ Տեսել եք քանի րոպե է դատախազը ընթերցում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող գույքը, Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող ապօրինի գույքը, երբ որ 2018-ին տեղի էր ունենում հեղափոխությունը, մենք ասում էինք, որ դա սիրո եւ համերաշխության եւ վենդետաների մերժման հեղափոխություն է, եւ որ Հայաստանը լինելու է օրենքի երկիր։ Եվ մենք ամեն ինչ արել ենք ու անում ենք, որպեսզի Հայաստանը լինի օրենքի երկիր ու Հայաստանը կա օրենքի երկիր։ Ու այն ամեն ինչը մենք ասել ենք թալանի վերադարձի հետ կապված։ Մենք դրա համար ստեղծել ենք մի ինստիտուտ, այս ինստիտուտի նկատմամբ անընդհատ է sense մեդիա արշավա գնում, պարբերաբար փորձում են սևացնել, ծաղրել, հեգնել։ Ես ձեզ վստահեցնում եմ, այս ինստիտուտը Հայաստանի ոչ միայն ներկան է փոխել քաղաքական առումով, Հայաստանի ապագան էլ է փոխել, որտեղ այս պահին ես չեմ բացառում, ընդհանրապես չեմ բացառում, որ հենց հիմա կա ինչ-որ մի պաշտոնյա, ով զբաղված է կոռուպցիայով, չգիտեմ, միջին օղակի, ցածր օղակի, էական չի։ Մի տարի հետո, 2 տարի հետո նա իր այդ ապօրինի ձեռք բերված միջոցներով ձեռք բերված գույքը ոչինչ չի կարողանալու անել։ Նրանից դա էլ են վերցնելու, հասկանում եք։ Սա Հայաստանի թե ներկայի, թե ապագայի համար լավագույն ինստիտուցիոնալ գործիք է։ Ու հենց հիմա այդ process-ը ամենօրյա վճիռների տեսքով սկսել է գործել։
Երեգեր թե առաջի օրներ էլի Ծաղկաձորում մի քանի 100 միլիոն դրամի, այսինքն 1 միլիոն դոլարից ավել արժողությամբ հողատարածք վերադարձվեց։ Կողքից վերադարձվեց ինչ որ 30-40 միլիոն դրամանոց ավելի էժան, բայց այնուամենայնիվ ինստիտուտը հստակ գործում է, վճիռները կայացվում են։ Այս սա է այն պահը, երբ որ մենք կարող ենք ասել, որ ապօրինի գույքի հետ վերադարձի համար պայքարը մտել է իր վճռական ու վճռորոշ փուլ, որտեղ վճիռները արդեն տեսանելի են։ Հստակ են դրանք ու բոլորի աչքի առաջ։ Ու վարչապետի ելույթը երեկվա անչափ թիրախային էր ու դրա համար էս վնգստոսների sense մի հատ բուրըն բան է բարձացել հիմա։ Շատերը մտածում են թե սա ինչ որ, չգիտեմ, քաղաքական բան է, էսա այն, ոչ, ունեցվածքի գզվռտոց է ուղղակի։ Հասարակ մերկանտիլ ունեցվածքի գզվռտոց, ընդամենը ատամներով ունեցածը, դիզածը, ապօրինի ունեցած գույքը պահելու գզվռտոցը։ Ուրիշ բան չկա դրա տակ։ Մինուսը դա գյումրեցին ցույց կտա, թե ով է իրականում մինուսը։ Ես վստահեցնում եմ ձեզ գյումրեցին դա միանշանակ ցույց կտա, գյումրեցին ցույց կտա, որ ինքը Սերժին ու Քոչարյանին տալու քաղաք չունի, որտեղ գյումրեցին լավ է հիշում, թե Սերժը ընտրություններում իր հավաքած ցածր տոկոսներից հետո ինչպես էր վրեժ լուծում Գյումրուց։ Լավ է հիշում, թե Քրքորյանի փողերով կառուցված թաղամասերում Քոչարյանի օրոք ոնց տենց մի հարկ պակասեց ամբողջ թաղամասից։ Շատ լավ հիշում եմ ես, որտեվ եթե ձեզ թվում է թե ինչ որ էլի քաղաքական մոտիվ կա, այս ամեն ինչի տակ չկա։ Էլի հասարակ ունեցվածքի գզվռտոց։ Բացատրեմ, օրինակ, ինձ հասած տեղեկություններով Սերժ Սարգսյանի տենց փոխկապակցված միջնորդավորված անձիկ եւ Ռոբերտ Քոչարյանի միջնորդավորված անձիկ իրար հետ օրթախ են Եռաբլուրի հարակից տարածքում այդ հայտնի հողերի գործում։ Հիմա իրար ուտում են, թե նրանցից մեկն ու մեկը թղթերը միտումնավոր սխալա ձևակերպվել եւ հիմա դատախազությունը այդ թղթերից բռնելու տեղ ունի։ Մի շարք քրեական գործերով տարիներ առաջ այս մարդիկ sense իրար դեմ չեն եղել, չէ՞, նրանց շրջապատները ընդհանուր են եղել, փոխկապակցված են եղել, այս մեկը падգամավոր եղել, համ սրա օրոք, այս մեկը այս ինչ պաշտոնն ա զբաղեցրեց, մեկ փոխկապակցված են եղել։ Իսկ այդ բարձրագույն ղեկավարությունն էլ գույքերը երբեք իր անունով չի գրանցել։ Գրանցել է այս մեկի անունով, այս մեկի եղբոր անունով, ու հիմա շատ դեպքերում, երբ որ դատախազությունը գնում է կոնկրետ գույքի հետևից, այդ մարդը, որ նախկինում օրինակ, չգիտեմ, Սերժի իշխանության ժամանակ ինչ որ մի գույք են իր անունով գրանցել, ինքը հիմա դարձել է Ռոբի մարդը օրինակի համար։ Գալիս են ասում են, այս գույքը քեզ որտեղից, ինքը այդ գույքը երբեք չի էլ տեսել, ուղղակի իր անունով են գրանցել։ Ես ասում եմ, այդ ծեր ցավը տանեմ, ստորագրում եմ պետությանը, վերցրեք։ Տենց օրինակներ կան բավականին թանկարժեք գույքերի։ Ու հիմա իրար ուտում են հենց այս գույքերը պահելու համար պայքարում։ Այդ մեզ ուղված մեղադրանքներն է, որ ասում են ձեզ մեկնաբեր, ես մեկնաբեր, ուղղակի ուզում են մեզ ցավեցնել, որովհետև այդ ինստիտուտը իրանց ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու մենք ենք ներդրել։ Թե չէ մնացածը արդեն մեծ հաշվով ոչ մի այն իմաստը չունի առնվազն ինչը իրանք փորձում են ներկայացնել։ Ապօրինի գույքի պահպանման համար մղվող պայքարը այդ թվում եւ իրար մեջ։ Ուղղակի դատարանների ցուցմունքները, վճիռները, քրեական գործերով ցուցմունքները բանը նայեք, թե ում շրջապատի մարդիկ ում մասին ինչ են գրում, ոնց են գրում, ինչու են գրում։ Էդ է հիմնական շարժառիթը ապօրինի գույքի պաշտպանությունը։ Գիտեք ովքեր են այդ տալիս այդ հարցերը, ովքեր չեն հավատում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու ժողովուրդը իզորու է իր իշխանությունը վերցնել իր ձեռքը։ Ովքեր չեն հավատում, որ քաղաքացին իզորու է ինքնուրույն որոշում կայացնել, գնալ հրապարակ, մասնակցել հեղափոխությանը, փակել փողոց, որ քաղաքացին այդքան ունակ է, որ քաղաքացին ինքնուրույն որոշումներ կարող է կայացնել։ Իրանց մոտ ընդունված է մտածել, որ եթե ինչ-որ մեկը գտնվում է ինչ-որ մի միտինգի, ակցիայի կամ բանի, ուրեմն դա ինչ-որ մեկի մարդն է, ում բերել են այդտեղ։ Ես էլ ասում եմ, որ ոչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքնուրույն է կայացնում իր որոշումները, ինչպես ինքնուրույն կայացրել է որոշումը, որ այդ երկուսը պետք է հավիտյան հեռանան Հայաստանում իշխանությունից։ Բայց ոչ քաղաքական դաշտից ոնց տեսնում եք։ Ընդդիմադիր դաշտում նրանք շարունակում են իրենց գործունեությունը ծավալել։ Թող շարունակեն, ինչ։ Թող շարունակեն ապօրինի գույքերի այդ որոշակի թեթևացումներից բանից հետո քաղաքական ակտիվությունն էլ պակաս արդեն կլինի, որտեվ իրանց համար քաղաքականությունը երբեք չի եղել դասական իմաստով քաղաքականություն, իրանք դասական իմաստով քաղաքականություն երբեք չեն էլ արել։ Փողը լցրել են, մեդիաները պահել են, տենց իրանց թվացել է, թե իրանք ինչ-որ բան են անում։ Փողով մարդկանց բերել են միտինգի ու այդպես փորձել են բան անել։ Իրանց դրսևորել որպես քաղաքական գործիչ, ինչքան ունեցվածքը կչանա, իսկ իրանց ունեցվածքը վստահաբար զգալիորեն կչանալու է, շատ մոտ առաջիկայում արդեն սկսել է կչանալ։ Եվ ամփոփելով զրույցը, նրանց պայքարը ընդդիմության տեղի
առաջին տեղի համար է նաև։ Ոչ։ Անդիմության առաջին տեղը ես կարծում եմ արդեն վաղուց նրանց չի պատկանում։ Կան այլ արժեքային ուժեր, դե խոսքը ինստիտուցիոնալ ընդդիմության մասին է, իրենք են հիմա ազգային ժողովում։ Դե ազգային ժողովում երկու ընդդիմադիր ուժ, մեծ հաշվով երկուսն էլ եղած-չեղած մի հաշիվ են, հանուն արդարության, սա ձեզ ասեմ, բացի հայտարարությունների ժամին ինչ որ պաթետիկ անիմաստ ելույթներից ու ապօրինի գույքի բռնագանձման դեմ, օրենքի դեմ սահմանադրական դատան իրենց ներկայացրած այդ բողոքից, որպես այդպեսին ուրիշ ոչնչով աչքի ազգային ժողովում նրանք չեն ընկնում, ոչ իրանց պաշտոններին են Դոնթի բանաձևով իրանց բաժին հասնող պաշտոններին են տեր, ոչ առհասարակ նորմալ օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացնում, ոչ էլ նման մի բան։ Միայն ուղղակի փորձում են այդտեղ ֆոնը ապահովել իրենց շեֆերի դատաքննությունների, պրոցեսների քաղաքական ֆոնը ապահովել, ուրիշ բան չկա դրա տակ։